Մեր ձևով ժողովրդական շարժման հիմքի վրա ուժեղ Հայաստան կուսակցությունն արդեն կազմավորված է։ Նորաստեղծ քաղաքական ուժի առաջնորդը ազգային բարերար Սամվել Կարապետյանն է։ Կուսակցության հիմնադիր համագումարում միաձայն է ընտրվել նախագահի պաշտոնում։ Նա նաև կլինի ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Իսկ իրավական խոչընդոտներ չկան, սահմանադրության համաձայն Կարապետյանը չի կարող հավակնել վարչապետական աթոռին երկրորդ պետության քաղաքացիություն ունենալու պատճառով։ Իր գլխավորած թիմը հետևյալ ռազմավարությունն է նախատեսում՝ խորհրդարանում ձևավորել մեծամասնություն վերցնելով իշխանությունը եւ փոփոխել սահմանադրության 148-րդ հոդվածը, որն էլ հենց կառավարության անդամ դառնալու պահանջներն է սահմանում։ Կուսակցության համագումարում տեսաուղերձներով այս քալի օրինականությունը սահմանադրագետներն են հիմնավորում։ Սահմանադրության 148-րդ հոդվածը կարգավորում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, ավելին չի պահանջվում դրա փոփոխության համար հանրաքվե, ուստի այս հոդվածի փոփոխությունները բավականին ճկուն են, անհրաժեշտ է ազգային ժողովի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Այս գործընթացն ըստ Նարեկ Կարապետյանի կկազմակերպեն ընտրություններից 20 օր հետո նոր խորհրդարանի հենց Անդրանիկ նիստում։ Անմիջապես հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ, ժողովրդի վստահությամբ եւ ազգային ժողովի մանդատով, որ թույլ տանք միայն մեկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սամվել Կարապետյանի ուղերձը համախոհներին փոխանցվեց արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութի միջոցով։ Ի թիվս այլնի անվտանգային ճարտարապետության տեսլականի մասին են հայտնում, խաղաղություն են ուզում, բայց արժանապատիվ եւ ուժեղ։ Մենք կուժեղացնենք մեր բանակն ու պաշտպանությունը նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ժամանակակից պաշտպանության ծրագրի մշակմամբ եւ դրա ներդրմամբ, որովհետեւ ուժեղ խաղաղությունը պահանջում է ուժեղ ու ժամանակակից բանակ։ Հայաստանի ինքնիշխան տարածքները, որոնք այժմ թշնամու կողմից օկուպացված են, Նարեկ Կարապետյանի խոսքով ուժեղ Հայաստանը մեր զինված ուժերի վերահսկողության ներքո կվերադարձնի խաղաղ բանակցությունների միջոցով։ Չի լինի թվային, վերջին ժամանակների թրենդային բառով հիբրիդային խաղաղություն, ինչպես հենց ինքը ձևակերպեց։ Վատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ։ Ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ։ Այսօր մեր երկրում կա ընտրություն։ Ենթարկվել, թե գործել։ Կա ընտրություն, մնալ, թե գնալ ավելի ապահով տեղ։ Ինչ վերաբերում է մեր ձևով շարժմանը, ապա այն եւս կշարունակի իր գործունեությունը, քանի որ ըստ Նարեկ Կարապետյանի իրենց նպատակը միայն քաղաքական պայքարը չէ, այլև եկեղեցու եւ ազգային արժեքների պաշտպանությունը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։